15 օր շարունակ գեղագիտության ազգային կենտրոնը կրկին, արդեն 4-րդ անգամ դարձել էր մշակութային հանդիպումների ու ստեղծարար երկխոսության կարևոր հարթակ։ Գագ մշակութային խաչմերուկ 2026 նախագիծը համախմբել էր տարբեր երկրներից ժամանած արվեստագետների, հայ ստեղծագործողների եւ երիտասարդների, ստեղծելով փորձի գաղափարների եւ մշակույթների փոխանակման բացառիկ միջավայր։ Այժմ աշխատանքներն ամփոփելու ժամանակն է։ Մեր նպատակն է հրավիրյալ արվեստագետներին ներկայացնել մեր երկիրը, մեր մշակույթը, հանդիպումներ կազմակերպել մեր երեխաների հետ, փորձի փոխանակման եւ գիտելիքի փոխանակման դասընթացներ են իրականացնում, բազում այցելություններ են ունենում թանգարաններ, տեսարժան վայրեր եւ կարծում եմ այս 15 օրվանից հետո Հայաստանից իրենց երկրներ են ուղարկում Հայաստանի սիրահարված դեսպաններ։ Գլխարկ դիմարկներ, զարդեր, կիմոնո, անիմացիոն կտավ։ Երևանի եւ մարզերի երեխաների աշխատանքներն են։ Դրանք ստեղծվել են Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից եւ Ճապոնիայից ժամանած արվեստագետ հյուրերի անցկացրած վարպետության դասերի եւ աշխատարանների ժամանակ։ Երեխաները ծանոթացել են նաեւ այլ երկրների մշակույթներին, դառնալով դրանց մի մասնիկը։ Երեխաները կտորի փոքր հատվածների վրա նկարեցին ու ստեղծագործեցին։ Հետո ես կարեցի դրանք եւ ստացանք այս կիմոնոն։ Բոլորն իրենց մասնակցությունն են ունեցել այս հագուստի ստեղծման գործում։ Մշակութային միջոցառումներն անցկացվել են Երևանում, Վանաձորում, Գորիսում։ Այդպես Հայաստանի հյուրերը փորձել են բացահայտել մարզաբնակ երեխաների շրջանում թաքնված արվեստասերներին։ Կարծում եմ հայ երեխաներն ունեն իրենց անհատական ճանապարհները ստեղծելու արվեստի յուրահատուկ գործեր։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք նրանց եւ գուցե սովորենք նրանցից, ոչ թե սովորեցնենք։ Կարող ենք պարզապես ուղղորդել, բայց չվերահսկել։ Նկատեցի, որ Հայաստանի երեխաները շատ ամուր են կապված իրենց մշակույթի եւ արմատների հետ, բայց միևնույն ժամանակ շատ ստեղծագործ են եւ իսկապես ցանկանում են արտահայտել իրենց մտքերն ու հույզերը։ Եվ հենց դա էր այս ամենը դարձնում շատ հաճելի ու հեռանկարային։ Կազմակերպիչների խոսքով Գագ մշակութային խաչմերուկ 2026-ը միջազգային գործակցության ամրապնդման, նոր կապերի ձևավորման եւ բաց քննարկումների հարթակ է։ Այդ պատճառով ծրագրի ընթացքում հյուրերը հանդիպել են նաեւ հայ ժամանակակից արվեստագետների հետ, ծանոթացել նրանց գործերին։ Ի դեպ ծրագիրն իրականացվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյոսեյան, Լուրեր։